այս զինվորականները չեն ունեցել համապատասխան պատրաստվածություն, նրանք չեն անցել այդ պատրաստվածության աստիճանը, որպեսզի կարողանան անգամ այդ զենքը կիրառեն եւ եղել է նաեւ իրենց հրաման տվողներ։ Այս բացահայտումներից ինչ կարող եք ասել, եկան, պետք է բացահայտվեն եւ վերջապես, եթե չկա որևիցե մի ապացույց այս օղակում, չէ՞ որ մյուս բոլոր մեղավորները դա շղթայական, այսպես ասած, մեղավորներ են եւ պետք է կրեն իրենց պատիժը, ձեր կարծիք այս մասին։ Շնորհակալություն, Թինգլան։ Ես իմ խոսքում նշեցի, որ այս պահին ունենք մենք նույնականացման խնդիր, այսինքն պետք է կրակված փամփուշտը նույնականացնենք անպատասխան զենքի հետ եւ մեր տեղի փորձագիտական հիմնարկներում այդպիսի հնարավորություն ըստ էության չունենք, այդպիսի հետազոտող սարքավորումներ չունենք, որպեսզի հստակ նույնականացում ստանանք, բայց այդ ուղղությամբ մենք աշխատանքներ կատարում ենք եւ բարբերաբար տեղեկատվության պահանջներ ենք ուղարկում փորձագիտական տեղի հիմնարկներին, ինչպես նաեւ միջազգային փորձագիտական կազմակերպություններին, որպեսզի հնարավորություն ստեղծենք այդ փամփուշտները նույնականացնելու համար եւ արդյունքում կարողանանք հասկանալ նախաքննությամբ, թե որ փամփուշտը որ զենքից է կրակվել եւ այդ զենքը կոնկրետ որ զինծառայողին կամ ոստիկանության աշխատակցին է պատկանել։